Շարունակվում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 9-ին ժամը 18-ին տեղի կունենա պայքար հանուն գոյության պարային ներկայացում, որը պարունակում է հայ ազգի հերոսական ճակատամարտերի մասին փոքրիկ պատառիկներ Արցախյան հերոսամարտից մինչև 44-օրյա պատերազմ։ Մտահղացումից մինչև ներկայացում կպատմեն մեր հյուրերը եւ պատերազմի մասնակիցները։ Բարև ձեզ։ Մեր հյուրերն են Վանաձորի մուժ պարային համույթի գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց պայքար հանուն գոյության պարային ներկայացման հեղինակ եւ բեմադրիչ Արթուր Թորոսյանը, մեծ հայք պարային համույթի գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց պայքար հանուն գոյության պարային ներկայացման մասնակից 44-օրյա պատերազմի մասնակից Գարիկ Կրոյանը եւ պայքար հանուն գոյության պարային ներկայացման մասնակից դարձյալ 44-օրյա պատերազմի մասնակից Արման Սարգսյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Լավ եք։ Շնորհակալություն դուք։ Շնորհակալություն։ Վանաձորում ամեն ինչ լավ է։ Բայց դիվա ճշտի չէ։ Ո՞ր թողել է տենց, Եկեք խոսենք բեմադրությունից, ինչ առանձնահատկություններով է բեմադրությունը։ Առանձնահատկությունները ներկայացված են բեմադրության մեջ, պարային ներկայացման մեջ, մեր Արցախյան շարժումի սկսված 91 թվականից մինչև 44-օրյա պատերազմներն են ներկայացված, ունենք այնտեղ հաղթանակներ, ուրախություններ, մի քիչ պարտություններ, բայց դե ինչ կա։ Այո, ունենք ինչ որ ունենք։ այո, կարևորը պահպանել ենք հայերի առնական եւ ուժեղ ոգին եւ նույնպես դա էլ կտեսնեն։ Ուսամ հայ կգա, որ տենց ոգի ա ունեցել երբևէ այդ գաղափարին։ Դե միջոցառումը հենց ինքնին հավաքագրումն է հենց հայերի եւ երևի միջոցառման տոմսերը կգնեն այն մարդիկ, ովքեր լիարժեք հայ եւ կգան նայելու մինչեւ վերջ ու հետաքրքրված կգան։ Դուք 44-օրյայի ժամանակ կամավոր էիք, թե ծառայում էիք։ Ժամկետը ծառայում ենք։ Որտեղ։ Մարտակերտում, Ղարաբաղ։ Ես Խոջալու։ Ոնց էր։ Ծանր է։ Դե լավ չէ ամեն այնտեղս։ Ծանր կայուն։ Ծանր կայուն։ Ասում լավ էլ մեղմ եք արտահայտվում, լավ տղաներ։ Ինչ բարերի մասին է խոսքը։ Հիմնականում ռազմական, բայց պարային լուծումները մեծ մասամբ տրվել է պլաստիկայի միջոցով, այսինքն փորձել ենք ամեն ինչը ցույց տալ խաղարկային ձևով, պարերը այս անգամ կլինեն փոքր քիչ։ Դուք պարում եք մասնագիտությամբ։ Այո, քանի տարի որ պարում եք։ 13։ 13։ Այո։ Այդ ռազմական բարերից, քանի որ ես այդքան էլ լավ տեղյակ չեմ բարերից, մի քանի բարից եմ տեղյակ, կան հայտնի բարեր, որ մենք, չգիտեմ, մեր կեֆ ուրախությունների ժամանակ պարում ենք։ Օրինակ Յարխուշտը ռազմական բար է, հա չէ։ Յարխուշտը Քոչարի ունենք այդ ներկայացման մեջ։ Բերդ չունենք, որովհետև չէ, բայց Բերդը ռազմական բար է։ Անպայման։ Էլի ինչ բարեր կան։ Քոչարի Յարխուշտա ռազմական բարերից բեմադրության ժամանակ։ Բեմադրության ժամանակ հիմնականում Քոչարի ու Յարխուշտա է։ Երկու պարա, պարայինները շատ քիչ են։ 3-4 համարապարային։ Չէ, ունենք հաղթանակ պար, ռազմական պար, հենց անվանումը այդպես է։ Իսկ ներկայացման տևողությունը ինչքան է։ Մոտավորապես ժամ 10 րոպե։ Աղջիկներ կան։ Այո։ Քանիսն են բեմում։ Բեմում ներկայանալու են 50 մասնակցող։ Մոտավորապես բավականին մեծ։ Այնք խաղարկային լինելու, անընդհատ լինելու են դուրս կան տենց։ Հագուստներ փոխվում է, ժամանակներ փոխվում է, Այո։ Անպայման։ Այսինքն 91 թվականն իր հագու կապով հագուստ ժամանակ կամաց գալիս եք դեպի մեր օրեր։ Մեր օրեր։ Այս ձեր միտքն է ոնց հասկանում։ Այո։ Իմ սցենարն է։ Հաճախ է լինում համերգ։ Հաճախ այս ֆորմատով։ Սա պրեմիերա է։ Այո։ Սա պրեմիերա է, հաճախ այս ֆորմատով ունեցել ենք մեկ էլ 19 թվականին, ճիշտ է այդ մյուս ֆորմատը մի քիչ ուրիշ։ Դե բնականաբար։ Իսկ այս մյուսը արդեն լրիվ ծանր, շատ ծանր ներկայացում է լինելու էլի։ Եկեք, քանի որ պարը մեր մշակույթում շատ կարևորագույն տեղ է զբաղեցնում, եւ մենք շատ հյուրեր ենք ունենում պրոֆեսիոնալ պարողներ ու անդադ խոսում ենք մեր բարի մոռացության մասին, չգիտեմ, ավելի շատ տղաների բարի չգնալու այդ խնդրի մասին, ուզում հասկանամ Վանաձորում խմբերը շատ են եւ շատ են թե չէ եւ առհասարակ տղերքի հաճախելիությունը լավ է թե չէ։
Ես կասեի այդքան էլ չեմ, որովհետև ավելի շատ սպորտի բնակավարում է շատ օգտագործում տղաները, պարայինը մի քիչ թույլացել է համեմատած մի քանի տարիներ առաջ։ Ինձ թվում է հիմնական խնդիրը նրա մեջ է կայանում, որ տղաները պարվեստում ապագա չեն տեսնում, հիմնականում չզբաղվելու համար դրա համար, որտեղ միշտ ասում են պարով զբաղվենք, ոնց պետք է ընտանիք պահենք եւ այլն, բայց ցանկացած մասնագիտություն ընտրելու դեպքում էլ դու պետք է ամենայն լրջության մոդիկանաս դրան։ Իսկ ինչը վերաբերվում է պարախմբերին Վանաձորում, այո, շատ են, բայց տղաների սակավությունը եւս շատ է։ Համ շատ են, համ տղաների սակավությունը շատ է։ Հետաքրքիր է, ով երևի մի քիչ պարել է, ինքը տենց դպրոց է, չէ՞, բացում։ Հա, տենց, այո։ Կարելի ասել է։ Դե դա կա, որովհետև առհասարակ ընտանիքները ոնց են մտածում, աղջիկներին տան բարի, որ մի քիչ ճկուն լինեն, մի քիչ, չգիտեմ, այդ կանացի լինեն, այդպես գեղեցիկ մեծանան, գեղեցիկ մարմին ունենան, մի տեսակ երևի թե վերջի չգիտեմ 30-40 տարիների ընթացքում բարը երևի թե մղվեց երկրորդ պլան, չհասկացան թե ինչ կարևոր ուժ, ինչ կարևոր մշակութային բաղադրիչ է ինքը եւ ինչ կարևոր հարցեր կարող է լուծել։ Մենք հիմա ենք արդեն գիտակիցներս հասկանում, թե հիմա մենք ուր ենք հասել, հարևան երկիրը ուր է հասել, կամ հարևան երկրները ուր են հասել։ Չգիտեմ, այս գիտակցումը չկա, դպրոցներում բար չի դասավանդում, Անուշիկ։ Չէ։ Հիմա դասավանդում է։ Դե այդ հատուկ դպրոց է։ Հատուկ դպրոց էր դա։ Հետո դա մի հատ ծրագիր էր, որ ինչը որ չընդունվեց, դա պետք է երկի ուսուցման պես ընդունվեր դպրոցներում, այո, բարի ուսուցում։ Բայց հիմա չգիտեմ ինչի այդ Բարի թե ազգային բարի մասին։ ազգային բարի մասին է խոսքը, հետո չընդունվեց այդ։ Դե բա ոնց ընդունվեց։ Եթե մի բանի մեջ ազգային բառը կա, ոնց կարող է ընդունվել։ Այո, էլի։ Այդ դու ես ասել, ես չեմ ասել։ Լատինա, գիտեմ։ Լատինո բան որտեղ լինի, ասում այդ կթողնի։ Հա, դե դա ուրիշ է։ Ու այս տեսակ երիտասարդները, որոնք կարող էին օրինակ դառնալ, չգիտեմ, այն օրինակը շատ պատանիների, թե ոգով, թե տեսակով, թե դաստիարակությամբ հայրենիքի հանդեպ պատկերացումներով ու մի բան էլ այդ ամենով հանդերձ բեմադրել այդ երեխեքի հետ աշխատել, պարել, սովորեցնել, ազգային պար, որը չլ խրոխտ է դարձնում տղամարդուն, այդ ամեն ինչը մենք զրկում ենք մեզնից։ Դե հիմա ախր այնքան տարական է այդ process-ը, մենք դա պիտի անենք, որպեսզի մեր երեխաները ազգայինից հետ գնան կամաց եւ այդ հայրենիքի գաղափարից հետ գնան, որովհետեւ մշակույթի ճանաչումն է ավելի քեզ մոտեցնում քո հայրենիքին։ Հայրենիքը ինչ է, տենց օդը չի էլի, մենակ որ ասում ենք օդն ու ջուրը, բայց մենակ տենց չի։ Հայրենիքը մշակույթն է, որը կրում է, ավանդույթներ են, դու այդ միջավայրի մեջ դառնում ես դրա կրողը եւ սկսում ես կամաց որ ասում ես սերտաճել այդ հողի հետ։ Ոչ թե տենց բան է։ Ես այնտեղ ծնվել եմ։ Ես էլ Հայաստանում չեմ ծնվել, ուրեմն ինչ։ Վերջ, ես իմ հայրենիքը չի։ Քանի որ խոսեցինք կարևոր թեմայից, որ մարդիկ մտածում են լավ, ասենք դառնանք պարող կամ պարուսույց, ոնց ենք ընտանիքները պահելու, դուք ոնց եկաք այս որոշմանը, որովհետև ես իհարկե այդպես չեմ մտածում, ցանկացած լավ մասնագետ եւ ինքը լավ գումար է վաստակում եւ առհասարակ լավ հարաճանաչ է լինում եւ բոլորը սիրում են, հարգում են եւ ինքը միանշանակ առաջ է գնում։ Դուք ոնց եկաք այս որոշմանը։ Ես ասեմ, ուրեմն ես դա միշտ եմ ասում ընդհանրապես, որ եթե իմ ծնողները օրինակ իմ 11 տարեկան հասակում ինձ տանեին մաթեմատիկայի կամ երկրաչափության պարապմունքի, չի բացառում, որ այսօր ես լինեի տնտեսագետ կամ աշխատեի ինչ-որ բանկային ոլորտում։ Ինձ տարել են բարի ու այնպես դասավորել, որ ես իմ կյանքը շարունակել եմ ու սիրել եմ բարը ու շարունակել եմ դրանով, այսինքն իմ ենթագիտակցության մեջ մանկուց ա եղել այդ ամեն ինչը, որ ես պետք է մեծանամ, դառնամ պարող, դառնամ պարուսույց եւ այլն եւ այլն։ Երկրորդական պլանա գնում ընտանիք պահելը ասված է, շատ կոպիտ է, բայց ինքը մի քիչ այն կողմ է գնում, որտեղ ամեն դեպքում դու զբաղվում ես արվեստով, պարարվեստով, մշակույթով, մնացած դեպքերում էլ եթե դու քո գործը լավ անես, կյանքում երբեք ինչ որ մի բանի խնդիր չես ունենա, եթե դու դրան նվիրվես ամբողջությամբ։ Խորը գիտակցումն է դրա, էլի։ Այո։ Դե երբ սկսում ես ինչ-որ մի բան սիրել, բայց ավելի հեռու մասնագիտություն ունեմ, բայց իմ ոգին էր պարող եւ միշտ եմ ինձ պատկերացել բեմում, սակայն չի ստացվել որպեսզի գնամ ու հենց բարի ու ստույգ sense ոլորտը լավ ուսումնասիրան, սակայն այսօր ես նույնպես մասնակցում եմ այդ միջոցառմանը ու ես իմ մեջից զգացի, որ պետքա ուզում եմ ու իմ ընկերների շնորհիվ հասա։ Ինչ մասնագիտություն ունեք։ Իմ մասնագիտությամբ ես ատոմնատեխնիկ եմ։
Ընտիր գործ, ինչպես ասում են։ Այո։ Հա։ Ծնողներս որոշեցին, որ ես պետք է այդ ուղղությամբ գնամ, հենց դառա ատամնաձև։ Գրիշա Աղախանյանի պատմությունն է, ասում մաման որոշեց, որ ես պիտի դառնամ ատամնաբույժ, ասում դե ես պիտի ընդունվեի ինչ անեմ։ Իսկ հետաքրքիր է, դուք առիթ ունենում եք առհասարակ, դե ես վստահ եմ, որ հիմա գուցե մի քիչ դա ավելի դադարել է կամ կարող է ընդհակառակ իրարամերժ իրականություն լինի։ Երբ եկաք եւ առիթ եղավ հաստատ կիսվելու ընկերների մեջ, այն մարդկանց հետ, ովքեր չեն եղել այնտեղ, իրականում ինչ եք կարծում, ավելի երիտասարդ մեր տղաների մոտ այս 44 օրյայի պատերազմը ավելի հեռացրեց երկրից, երկրի հանդեպ հույսից, թե ճիշտ հակառակը ավելի մոտեցրեց։ Ճիշտ ասած, ես ինձնով ասեմ, որ ես չեմ հեռացել իմ երկրից, իմ մշակույթից, իմ արվեստից, իմ ամեն ինչից, իմ Հայաստանից ես չեմ հեռացել ու չեմ պատկերացնում։ Ու կան մարդիկ, որ իրանց հեռացրեց, ավելի Ինչ է հիասթափությունը։ Հիասթափությունը, հա։ Ես կարող եմ մի շատ կարևոր բան ասել։ Ուրեմն, երբ որ պատերազմը վերջացավ ու մենք գնացինք այլ զորամասեր ինչ-ինչ պայմաններում, մեզ եկող զորքեր կային, այսինքն նոր սերնդի զորքեր, որ մեր մոտ գալիս էին արդեն, իրանք մեզ հարցնում էին, բա ոնց ա եղել եւ այլն, ինչ եք արել, անընդհատ մեր աշկերի մեջ էին նայում, ուզում էին մեր հետ խոսան, էլի, տեսնեն ընդհանրապես ոնց այդ ամեն ինչը դարձել։ Ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, թե դու իրան ոնց տրամադրես, այսինքն մենք ունեցել ենք շատ լավ հրամանատարներ, Փառք Աստծո, մեզ իրանք շատ լավ մարտական ոգով են էլի տրամադրել, որ չէ տղեկ եւ այլն, պետք է մենք գնանք, առաջ գնանք ու այդ եկող սերունդին էլ դա այդ ամեն ինչը պետք է տենց շատ ճիշտ ու գեղեցիկ մատուցի, որովհետև իրենք գալիս են արդեն, մենք կյանքում չենք իմացել, որ մենք գնանք ու պատերազմ կլինի, բայց մեզ միշտ ասել են, ցանկացած ժամանակ պետք է պատրաստ լինեք տղեկ։ Այդ մատուցման ձևն է, որ իրենց պետք է այդ բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր պահեն։ Ամենակարևոր ձևը շատ կարևոր։ Պետք է շատ խոսան զինվորի հետ, որովհետև զինվորը գնում է դրսից միանգամից այլ կյանք ու 2 տարի պետք է այլ կյանքի մեջ լինի, դրան պատրաստվել է պետք։ Հոգեբանորեն այնտեղ քիչ է այդ խոսակցությունը, որ քեզ հոգեբանորեն տրամադրեն, սակայն դե պատրաստ էինք։ Ես հոգեբանորեն պատրաստ եմ գնացել։ Հա։ Հա։ Մեր բոլոր ժամկետային զինծառայողներն են հոգեբանորեն պատրաստ են գնացել, ամեն ինչ շատ ուժեղ է, ամեն ինչ եղել է այնպես ոնց որ պետք է լիներ եւ այն ինչ որ կատարվեց դա ժամկետայինների հետ կապված չի ընդհանրապես սա քաղաքական որոշում էր սա քաղաքականություն էր որի մեջ որ ոչ մեկս պետք է չմտնենք չնայած մտնենք չմտնենք դրա մեջ ենք ուզես իրականում մայիսի 9-ը որպես հաղթանակի օր այո ու մենք էլի չենք դադարի ասենք հա մեր հաղթանակների մասին անկախ գրած պարտություններից բայց ես չեմ հավատում որ պետք է ոնց ասում են հարմարվել պարտությանը։ Չէ, բացարձակ։ Կամ հիմա որ հա մի քիչ տենց շատ է տարածվում սովորել պարտվել։ Ինչ է նշանակում սովորել պարտվել։ Դու պետք չի որ սովորես պարտվել, որովհետև կստացվի պատահաբար պարտվել, դու պիտի դրանից հետևություն անես սովորես հաղթել։ Եվ ես կարծում եմ այս լոզունգը պիտի մի քիչ տենց գլխի վայր փոխել, հակառակ դեպքում մեր երիտասարդները իրականում ոչ միայն այդ լուրջ հայրենիք կորցնելու մակարդակով, այլ հենց իրենց առօրյա կյանքի կենցաղային մակարդակով կսովորեն պարտվել։ Պարտվել աղջկա սիրո պայքարի համար, պարտվել մասնագիտություն ձեռք բերելու, լավ մասնագետ լինելու համար, ընկերության մեջ որևէ անախորժության մեջ կսովորեն պարտվել, ուղղակի թողնել ու գնալ, պատասխանատվություն չկրել, որովհետև պատասխանատվություն կրել այդ նշանակում է գնալ հաղթանակին ընդառաջ, վերցնել քո ձեռքը, իրավիճակը, լավն է թե վատն է, անկախ նրանից, որովհետև երկու ընկեր եթե հայտնվեն վատ իրավիճակում հարաբերությունների, երկուսն էլ իրար հերթին կրեն պատասխանատվություն ընկերության համար, այդտեղ անհնար է, որ երկուսն էլ չհաղթեն։ Բայց եթե մեկը ուղղակի որոշում է, որ ինքը դե պարտվելը նորմալ է, էլի դե կարանք պարտվենք, վեր կերանք գնանք, այն մեկը ինչքան էլ պայքարել չի կարողանալու։ Դրա համար ես մտածում եմ, որ դե մայիսի 9-ն եք որոշել, ճիշտ օր եք որոշել համերգի համար, բայց դա Աստված, որ նաև ձեր միջոցով քարոզվի այդ ձեր ասած նոր սերնդին, որ չի կարելի սովորել պարտվել։
Այդ կարող է լինել, ասում եմ, մեծ հույսեր ունեի հաղթանակի, բայց տենց ստացվեց հիմա։ Ու ճիշտ հակառակը ունենալ լուրջ ամբիցիաներ, հաջորդիվ պարտադիր հաղթելու եւ հոգով երբեք չտրամադրվել պարտության։ Սխալներից դասը, խաղալ եւ սխալները շտկել վերջ։ Այս տեսակ երիտասարդների արած գործը հետո ընդունել որպես սովորել պարտություն, ես կարծում եմ շատ ափսոս է։ Այո։ Տա Աստված ձեզ, չգիտեմ, ուժ ու եռանդ Շնորհակալություն։ Դադարեք սիրել հայրենիքը ու սիրով անել ինչ անում եք։ Ձեզ հաջողություն ենք մաղթում մայիսին։ Լավ եղեք։ Շնորհակալություն։ Վաճառված են։ Այո։ Այո։ Բոլորը։ Համերը։ Դե ինչ ասեմ, սիրելի հեռուստադիտողներ, եթե հասցնեք մայիսի 9-ին է տեղի ունենալու Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 18:00-ին կարող եք ձեռք բերել տոմսերը, գնալ վայելել մեր հաղթանակած երիտասարդների հաղթանակած բեմադրությունը։ Գովազդների եթերում։